Ուրեմն այսօր գնացել ենք փոքրինչ շրջագայության, Գառնի Գեղարդ ուղությամբ, ճանապարհին զանգարեցինք մեր տուրագենտ Զարմիկին եւ հարցրեցինք, որտեղից գնենք համեղ գաթա։ Խորհուրդ տվեց մի պրոֆեսիոնալ տուրագենտ, որը անդադ ուրեմն զբոսաշրջիկներ ա տանում դեպի Գառնի Գեղարդ, ասեց Գառնու տաճարի դիմացը կրպակա կոչվում է տատիկի գաթան, հա, հասի եղավ։ Ուրեմն շրջեցին Գառնու տաճարով, վերջում տեսանք տատիկի գաթան կրպակը, կողքը ուրեմն բացօթյա տաղավարներն էին, նորից գիտեք էլ են մեր հայ կանայք, էստի համեցեք, լավ գաթան ստեղա, էժան գաթա եւ այլ, բայց քանի որ որոշել ենք տատիկի գաթան, մտանք տատիկի գաթան, հա, ասեցի ճիշտ է որ ձեր գաթան լավն է, հա, ամենալավն է եւ այլ, Արմինեն ասի դե լավ որ լավն է, մի 3-4 հատ վերցրու։ Արմինեն ելնելով իր փորձից մի շատ զգուշավոր է, մի հատ գնենք, տեսնենք լավը կլինի, խնդրենք, կգանք հետո էլի կգնենք եւ այլ, ինչ արժի 3000 դրամ։ Դրսում կրպակում տաղավարներով վաճառող տիկնայք վաճառում էին 2000 թե 2500։ Հա, ինչու է տես թանկ, մերը լավն է։ Երկու կին էին աշխատում, ասեցի որ բիզնեսի, ճիշտ բիզնես վարելու կանոնը նա է, որ դու մի բան սարքես, այնպիսի որակով սարքես, այնպես լավ սարքես, որ հաճախորդը վերադառնա նորից ձեզ մոտ նորից գնելու, թե չի ասի Հայաստանում ով ինչ վաճառում է, կարկանդակա, վրացական խաչապուրի, ընդհանրապես խաչապուրի կամ գաթա եւ այլ, ասում են բոլորը վաճառում են հաշվի առնելով մեկ անգամյա գնորդին, որ ես մարդը հիմա կառնի կգնա իր հերնել անից, ձեր կյանքում չեք տեսնի, այ եղբայր ջան, ես ճիշտ ասեցիր, հենց միակ մարդն էր իմ կյանքում, որ հանդիպել եմ մի 80 տարեկան տատիկ էր, որ այդպես ճիշտ բան ասեց, ես այդ սկզբունքով եմ շարժվում, մերը հենց այնպես է, մերը այնպես լավն է, ասի դե դու 3000 դրամ կինս տվեց, գնեցինք, վերցրինք, բերել ենք տուն նայում ենք, հենց գաթայի բարակությունը նայեք, 5 մմ, 7 մմ, կտրեցինք, որ համտես անենք, չեմ կարծում, թե այդքան թարմ է, գուցե մեկ օրվա, երկ օրվա էր պահած ունեին տվեցին, այս ընկույզով առաջ մայրս որ թխում էր, սրանց սիգարետ էին ասում, տեսա սրանցից էլ ունեն, մի քանի օր քաղաքում նայում է, ոչ միտեղ չկար, կնոջս ասի մի 2 կիլոգրամ վերցրու, հիմա մի քանի հատիկ բան է բերե, ասում եմ խես այդքան քիչ բերի, ասում է կիլոգրամով չէր, հատով էր, հատը 200 դրամ արժեր, հələ աչքից այդքան թարմ չերևաց, դրա համար 5 հատ եմ բերել, նորից մի հատը համտեսեցի, իսկապես որ այդքան փափուկ չէր։ Կարճ ասած, գնեցինք տատիկի գաթայից մի հատ 3000 դրամով, դրսի տաղավարում տիկինը, որ ասում էր իմը 2000-ա թե 2500-ա, նրան է փոքր ինչ հաստ է, իհարկե, ծանր է, պարզվեց, որ նրանն էլ է 3000 դրամ, պարզապես հարցին, թե բատիկին ասում է 2000 թե 2500 դրամ, 2500 փոքրն էինք ասում, մեծն էլ է, մեծը 3000-ա։ Հիմա կարճ ասած, ես մեկ ոնց որ ծանր խաչապուրի էլի, վրացական շատ ծանր է, սա էլ այնքան բարակ է, որ սենց պայս կարող է, դե լավ, հիմա մի հատ համտեսեմ, հետո կասեմ, որքան ազնիվ էր այդ կինը իր բացատրության մեջ, իր բանի մեջ, առաջարկի մեջ, իր հաստատալու մեջ, իր ոնց են ասում, recommendation-ի մեջ առաջարկի, էլի առաջարկում հաստատակամ առաջարկելով, վստահեցնելով, որ իրենցը տատիկին ամենալավն է, ամենահամեղն է, ամենաթարմն է, հիմա համտեսեմ, հետո կասեմ, տեսնենք իսկապես համեղ գաթա են գնել, թե հերթական, հայաստանյան, կեղծ արժեքով, ստախոս, վաճառական առևտրականներից գնաց գաթան, խմորը, որի մասին խոսել եմ իմ նախորդ եթերներում, դիտեք և կհամոզվեք, այսքանը, խոսենք քիչ անց, կծեցի, մոտիկի սուստան, որ տեսնեք, հələ մի հատ էս տակի խմորի մասը նայեք, արդեն
Մի քիչ արդեն մի քանի օրվա է, էս հացը որ մնում է մի քանի օր սպիտակում արը նայեք։ Նայելը։ Չգիտեմ, իմ կարծիքով այդքան էլ համեղ չի, չորա։ Առավելևս ես զբաղված եմ ատամնաբուժությամբ։ Դիմացի սատանները բացակայում են ժամանակավորապես, կողքի ատամներով մի կերպ կծեցի, բայց հələ մի հատ լավ նայեք էլ, այսա այդքան թարմ չի։ Հիմա կերավիրեմ գաթայի սեղանի մոտ տանտիկնոջը, գլխավոր մասնագետին, ինքը իր կարծիքը կհայտնի, կնիքը կդնենք եւ եթեր բաց կթողենք։ Սա էլ երևի, սա էլ կարող է հիմա կտրենք համտեսելու համար։ Չէ, ժողովուրդ, մեր ընտանիքի վարչապետը համտես արեց նույն կտորից, ասեց, որ շատ չոր է, հələ նայեք կտրել է շինում։ Մի րոպե, նորից մի կտոր էլ փորձեմ, կարող է լավ չհասկացա։ Մի րոպե։ Վարչապետը կիսեց նախագահի կարծիքը, որ այդքան էլ լավը չի։ Մենք ճիշտ ասած Նյու Յորքում Արարատ Բեյքերի խանութը, որը պատկանում է մեր հայրենակիցներին, Լիբանանը հայերին, Ջոնա կարծեմ տիրոջ անունը, ես նրա մոտից գնում եմ գաթա, որը ներմուծվում է արևմտյան ափից, Կալիֆոռնիայից, այնտեղ էլ Երևանից շատ սախ տեղից ելողը գաթա է թխում, մեկը մեկից բեթար աղբ, խոտան, լավ աղբ չասեմ, գաթային աղբ չի կարելի ասել, ասենք խոտան, անորակ արտադրանք, բայց Ջոնի մոտից այդ որ գնում եմ, սենց ուրեմն հաստության, շատ թեթև, ու փոքր շարավիղով, այս սովորական չափսի փոքր գաթաները որ լինում է, համեղ խորիզով մեջը, այնքան համեղ է ճիշտ ասած, որ սենց կծում ես հալվում է բերանիդ մեջ։ Մենք Լոս Անջելեսից էլ ենք տարբեր տեսակի խանութներից գնել, մեկը լավն է եղել, մեկը 4 են գնահատել, մեկը 3, մեկը իսկապես որ խոտան է եղել, հիմա սա չգիտեմ էլի երևի 3-ին գումարած, 4-ին հանած, էլի, սեն շիլնում գաթան, էլի, ժողովուրդ ջան, ախար փող աշխատելը լավ բան է, ես ձեր ցավը տանեմ, ընտանիք եք պահում, եմ ոնց ասում, մեռնեմ ձեր ընտանիքին, ձեր ընտանիքներին, ձեր երեխաներին, բայց վերջապես խիչն է լավ բան է, արժեքը լավ բան է, մի քիչ մարդու սիրտն ու հոգին պետք է մաքուր լինի, էլի, մի քիչ լավ արեք, կնեց արեք, որ վաղը նստեինք մեքենան, ասենք գնայինք տատիկի գաթայի մոտից նորից գաթա գնենք։ Բայց եթե վաղը մեկը գառնի գնալու լինի, ասեմ տատիկի գաթան չմտնեք, էդի արդեն ինչ եղավ։ Նույն էլ ասեցին Ձորում են Քարելի սիմֆոնիայի մոտ, ուրեմն լավ ռեստորան կա, շատ լավ ձուկ են մատուցում, գնացինք, կերանք, համտեսեցինք, եկանք, բայց ճիշտ ազնվությամբ պետք է ասեմ, անհամեմատելի ուրեմն բանի հետ, ասեք, Չերկեզի ձորի հետ անհամեմատելի։ Հիմա ուրեմն ասեմ, որ այս երկրորդ գաթան էլ կտրեցինք, լրիվ խմոր, անորակ ուտելիք։ Հիմա մեր ուրեմն համեմատության մասին Չերկեզի ձորի եւ Քարելի սիմֆոնիայի հարևանությամբ գտնվող Գոքորի մոտ ռեստորանների մասին։ Ուրեմն Չերկեզի ձորում մի փոքրիկ քանակով ձկներ են գտնվում sense լողաբազաններում, բայց այն էլ շատ մաքուր ջրի մեջ։ Հիմնական լողաբազանները շատ մեծ էին եւ հոսող ջուր էր, շատ մաքուր ջուր էր։ Ինքը ռեստորանը շատ գեղեցիկ, հարմարավետ, կոկիկ, մաքուր, խնամված եւ իհարկե բարձր որակի ծառայությամբ, սպասարկումով։ Տիկինը, որը մեզ սպասարկում էր, մենք շատ գոհ մնացինք, ապա նայեք ինչ մաքուր ջրերի մեջ են ձկները պահում, լողում։ Երբ որ հարցրեցի, քանի րոպե ձուկը պատրաստ կլինի, ասեցին մոտ 30-40 րոպե։ Այսինքն դու համարում ես տրամաբանական, որ 40 րոպե ժամանակ 30 րոպե պետք է որ ձուկը լողավազանից բռնեն, տանեն մաքրեն, պատրաստեն եւ մատուցեն։ Մեծ տերիտորիա, շատ գեղեցիկ, շատ ընդարձակ, ճաշակով, ամենակարևորը,
որակով տեսնում եք հələ ջուրն էլ անդադ հոսում է թարմ ձկները թարմ ջրի մեջ են լող տալի, չնայած ուրեմն Գառնի ձորի ռեստորանի մասին էլ էին այդպես ասել, ես էլ այնտեղ նայեցել, որ հոսող ջուր է, բայց հիմնականում սենց լողավազաններ էին եւ ամենասարսափելին, որ իհարկե լողավազանների մեջ շատ սատկած ձկներ կային։ Այսինքն երկու ռեստորանները իրար հետ անհամեմատել էին եւ իրենց ուրեմն դիզայնով եւ իրենց, չգիտեմ, հարմարավետությամբ, երբ իրենց սպասարկումով, հասկանում եք, ու հետաքրքիր գիտեք որ նա զարմանալի, որ քեզ ռեստորանում սպասարկում է մի սպասուհի, որ երևի 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարանի կրթություն ունի, կամ քեզ փորձում են հիմարեցնել։ Օրինակ ես Գառնու ձորի Գոքորի մոտ ռեստորանում, երբ որ մոտիկացա երիտասարդին, որ այն հատակ լվանալու շվաբրով մտել էր սատկած ձկներն էր լողավազանի մեջ բրդում աչուզակ, երբ իրեն հարցրեցի երիտասարդ ես ձկները ինչու են այսքան շատ սատկել, ինքը ինձ կարծես փորձում է հիմարացնել, ասում է չէ հոպար, ուղղակի շոկ է, ասեմ ինչա շոկ, որ շոկա ձկները մեջքի վրա են լող տալի, թե սենց անշարժ մարմինները նրանց ընկնում է ջրի հատակը, չի ասում է շոկ է, հեսա բրդում եմ, հրում եմ իրանց, արթնացնում եմ, զարմանալի բան, նայում ես սատկած ձկներ, բայց քեզ հիմարի տեղ են դնում, կամ մատուցողը երբ որ պատվիրում ես, նստում ես, 15 րոպե չանցած զուգը արդեն սպասարկում դնում են սեղանի վրա եւ զարմանում ես, ասում ես, այսքան շուտ է զուգը sense պատրաստ եղավ, բնեստապարություն էր, որ այդ զուգը արդեն վաղուց եփած ընդ դրացել, տաքասեցին, բերեցին, քեզ էլի նայելով քո դեմքին մի միջին տարիքի երիտասարդ կին, որ երևի 4-րդ, 5-րդ դասարանի կրթություն էլ չունի, քեզ ասում է, բա դրա համար տեսնում եք ինչքան աշխատող ունենք, թե աշխատողների քանակը զուգը պատրաստելու որակի եւ պատրաստելու արագության հետ ինչ կապ ունի, չես հասկանում։ Հիմա ուզում եմ մի հատ աշխատող ունենաք, ուզում եմ 100 հատ ունենաք, ախր տիկին, այդ զուգը 30 րոպե, 25 րոպե, 40 րոպե, չգիտեմ, ինչքան պետք է որ միջև մաքրեք, պատրաստեք, համեմունքներով ինչ որ պատեք, հետո դնեք, միջև ժամանակ է պետք, էլի 15 րոպեում զուգը բան ես պատվիրում, ուտելիքներ ես պատվիրում, նստում ես սեղանին, 15 րոպեից զուգը դնում ես սեղանին, էլի շատ տարօրինակ էր։ Բայց հիմնական վատ տպավորությունն էր, որ լողավազանները հիմնականում ջուրը պղտոր էին, չափից ավելի ձուկ կար, երևում է Ռուսաստանի պատժամիջոցները ազդում են հայերի վրա, համ էլ այդքան հաճախորդներ չկան, զբոսաշրջիկներ այդքան շատ չեն, ինչքան Չերկեզի ձորում, ու մեծ քանակությամբ սատկած ձկներ կան, արդեն ակամայից որ նայում ես այդ ձկներին, հետո էլ դու ձուկ ես ճաշակում, մի քիչ արդեն մի քիչ վախի բան է գալի մեջդ, էլի ասում ես Աստված մի արասե հանգած այդ սատկած ձկներից մի բան պատրաստեն, բերեն ձեզ մատուցեն։ Համենայն դեպս անհամեմատելի, խորհուրդ կտամ ավելի լավ է այցելեք, եթե լինեք Գյումրիում Չերկեզի ձորը, քանց թե ուրեմն Գառնի ձորում գտնվող Գոքորի մոտ ուրեմն ռեստորանը։ Գառնից ռեստորանից հետո այցելեցինք ուրեմն Գեղարդի տաճարը, լավ ժամանակ անցկացրեցինք, մի հետաքրքիր դեպք պատահեց Գեղարդի տաճարում, ուրեմն ձեզանից շատերը նկատել եք, որ ասենք այդ ոնց ասենք փողոցային երաժիշտներ գտկան Երևանի տարբեր մասերում, աշխարհի բոլոր մայրաքաղաքներում, մեծ քաղաքներում, Նյու Յորքի մետրոյում լիքն են երիտասարդ երաժիշտները եւ զբոսաշրջիկները, որոնք անցնում են նրանց կողքով, երբեմն ասենք ինչ ասեմ, մի երկու լումա, մի երկու դոլար, մի երկու կոպեկ են դնում, գցում նրանց ուրեմն այդ բաժակի մեջ կամ ասենք ջութակի տուփի մեջ, այդպես մենք միշտ երեխաներս այդ կողմից շատ ակտիվ են, ծնողներից ակտիվ, որտեղ երաժիշտ են տենում եվրոպական երկրներում, Միացյալ Նահանգներում, անպայման պետքա հայրիկից, մայրիկից մի քանի դոլար վերցնեն, մի 2-3 դոլար, 5 դոլար, երբեմն դեպք ա եղել այնքան լավ երաժիշտ ա եղել, այնքան տաղանդաշատ, որ ես ասել եմ, չէ 3 դոլարը կամ 5-ը քիչ ա, 10 դոլար դու երիտասարդ երաժիշտ ա, շատ տաղանդաշատ, անցյալ շաբաթ էլ այդպիսի մի գիտարիստ տեսանք Թումանյանի եւ Աբովյանի անկյունում, նորից դուրը շատ եկավ, նորից կարծեմ 1000 դրամ, թե 2000 դրամ, հիմա հարցը գումարը չի, հարցը ուշադրությունն է, եթե
ամեն անցորդ կամ անցորդներից 10-ից 2-ը 3-ը գոնե մի երկու լումայով օգնեն այդ մարդկանց, այդ մարդիկ կհոգան իրենց ուրեմն հոգսերը։ Հիմա ոնց որ հյուսային պողոտայում են երկու հոգի նստած այդ ռաբբի երաշխությամբ ինչ որ հրապուրում են ռուս զբոսաշրջիկներին, 3 հոգի էլ նստած են ուրեմն այս Գեղարդի մուտքի մոտ, շատերը տեք տեսել ովքեր եղել եք այնտեղ, ուրեմն այդ գաթա սուջուխ, ես գիտեմ ծիրան վաճառող տիկնանց եւ պարոնների հարևանությամբ արդեն դուրս են գալիս Գեղարդից, տեսա աթորա դրած, աթորի վրա ինչ որ գումար ա դրած, այս երաժիշտները նստած ինչ որ հոգնած առանց հավեսի ինչ որ 2-3 ռոպեանոց կարճ հատվածներով ինչ որ բաներ են նվագում, 1000 դրամ դրեցի ու քայլս շարունակելով քայլս դեպի ավտոկանգար, մեկ էլ են նկատեցի, որ իրանցից մեկը սես մատ են հայկական մունաթի ձևով սես մատը բարձրացրեց, են մի հատ հին անեկդոտ կար է, որ մեկը Մուրացկանին փող ա տալի, բայց ամիսների ընթացքում գումարը նվազեցնում է, Մուրացկանը կանգնացնում հարցնում է, «Խես գումարը նվազեցրել», ասում է ուսանող էի, հետո ամուսնացա, հիմա երեխա ունեմ, դրամ էլ չեմ կարող, Մուրացկանն էլ մունաթ ա գալիս, թե չհասկացա իմ հաշվին ընտանիք է սպահում, այս նույն ձևի էս 3-ից մեկը սես մատը տնկեց, էս մի հատ թարսարս նայեց էս իմ դրած 1000 դրամին ու ինձ, բա չհասկացա, կարող ա երեխու տեղից դրել, կարգին փող տու։ Սենց ճիշտ ասած չիմացա ծիծաղեմ, թե զարմացած նայեցի իրան, ասի ես չհասկացա, ես ռեստորանում եմ, երաժշտություն եմ պատվիրում քեզ մոտ, որ կարգին փող տամ, կամ այսքան մարդ գնում գալիս ա քեզով ա ընդհանրապես մի լումա չտեսա մեկը դնի քո բանի վրա, շնորհակալություն եղիր, ասի սա էլ ուղղակի քո ժամանակը հարգելով, ասի ձեր ժամանակը, ձեր ես չգիտեմ ինչ ասեմ, այս շոկի նստել եք ստեղ մարդկանց զվարճացնում եք, իմ կողմից մտքովս ինչ որ անցավ, ինչ որ գրպանիցս դուրս եկավ դրեցի, բան, ասի եթե պրոբլեմ ունես դրա հետ, հետ դուր ու գումար հետ վերցրեցի։ Ու սես նայում եմ, հետիս ընկերն էլ հələ մի քիչ զարմացավ ծիծաղելով, ասում է, ես քեզ ասեցի, չէ, սա 500 դրամի համար կարող է կռիվ անել, ասի դες 500 հեսա, նայ, քեզ էլ իրանք է, նայ, մատը ոնց ա տնգում։ Ասեցի դե ես էլ ասի 500 չի, ասի 1000 դրամ տվեցի, բայց ասի աշխարհով մեկ տարբեր երկրներում տարբեր երաժիշտների sense գումարով օգնել են, գումար են տվել, սա որպես ոնց որ թեյավճարի մի բան լինի, էլի, սա հո ես իրան չեմ ֆինանսավորում, ինքը հո բանը չի, Ջիվան Գասպարյանը չի կամ Արամ Խաչատրյանի սիմֆոնիկ նվագախմբի երաժիշտա, Արամ Խաչատրյանի մեծ համերգադահլիճում համերգատալի, որ ինձանից էլ ինչ որ պահանջում է 20,000-անոց տոմս գնել կամ ինչ որ իրան պատրիոն լինել կամ բան, էլի։ Փողոցային երաժիշտ ես, պետք է շնորհակալ լինես Աստծուց, շնորհակալ լինես մարկանցից, որ գոնե մի ժամը մեկ իմ նման մեկը կարող է լինի 1000 դրամ քեզ փող նվիրաբերի։ Համենայնդեպս շատ ծիծաղելի էր, ու այս 3 դեպքերը կարող եմ կապել երեկվա մեր ուրեմն այդ փոքրիկ շրջագայության հետ։ Նորից ինչպես միշտ անվորակ գաթան, ստախոս տիկնայք, ստախոս հայերը, ինչ ասեմ, անվորակ ձուկը, անվորակ չէր, զուկը ոչինչ, զուկը կարել էր գնահատել 4-ից հանած, վատը չէր, համեղ էր, կերանք, բայց անվորակ ռեստորանը, անվորակ ստախոս հայաստանցիներ հասկանում եք, խաբեբա, ամենտեղ փորձում են ինչ-որ սուստի ինչ-որ մի բան, էլի, եւ իհարկե այս թյուրիմացություն երաժիշտ կոչվածները, որ չգիտեմ, հələ իրանց էլ թույլ են տվել, ով է թույլ տվել, որ նստել են Գեղարդի տաճարի մոտ, կամ հյուսային պողոտայում կապիկությամբ են զբաղվում, կամ մեկն էլ ստից մի հատ տան պրինտերով բեջա սարքեք է կանգնել է նույն այդ ավտոկայանատեղի են սարքել Գեղարդի մոտ, փող են աշխատում, ոչ կտրոն են տալիս, ոչ հարկ են մուծում, 100 տարի անցնի այս երկրում ես բաներ ես, Օստապ Բենդերին հատուկ ես խորամանկությունները, բաները մեկ-մեկ շո անելու համար, նկարանում անելու համար կարող է ցույց տան, որ մեկին ձերբակալեցին կամ մի հատ կեղծ ավտոկանգարատեղի փակեցին, բայց հիմնականում այս աշխարհը սենց եկել է, Հայաստանը սենց եկել, սենց գնում է, ոչինչ չի փոխվի։ Ստախոս, խաբեբա, բարոյազուրկ, էսա, ամբողջ աշխարհում նայեք ինչ է կատարվում, վերջաբանս եմ ասում, նկարը չի սարել, նկար ուղղակի այսպես մնացել է, ամբողջ աշխարհում ինչ է կատարվում, հայերը զբաղված են, որ գոլդ համարանիշները արդեն կարելի է շատ հեշտ ձևով գնել։ Չգիտես լաց լինես, թե
ծիծաղես թե այս հասարակությանը, այս երկրին, այս կառավարությանը, այս իշխանությանը ինչա մտահոգում։ Ժողովրդի համար լավ բան են արել, գոլդ համարանիշները կարելի առանց մրցույթի, թե առանց ինչ գնել։ Հələ եկեք մի հատ Նյու Յորքում ձեզ մեքենաներ ցույց տամ, կամ գլուխ գովալ չլինի, եկեք իմ մեքենան ցույց տամ, իհարկե ես գնել եմ այն 6 ամիս առաջ։ Ու հələ մի հատ նայեք այդ աշխարհի ամենավատ համարանիշն է, ինչա մեքենան չի քշվում։ Եկեք ձեզ Նյու Յորքում մեքենաներ ցույց տամ, զարմանաք թե ինչպիսի տարօրինակ խառը համարներ կա վրան։ Ինչա այդ մեքենայի վարորդը ձեզ թվում է ձեզանից տգետ կամ ձեզանից վատ է ապրում։ Ձեր ամբողջ երկիրը կտանի ծովը հետ կբերի այդ մեքենայի վարորդը իր դիրքով, իր կրթությամբ, իր աշխատանքով, իր ապրելու ձևով, ապրելու տեղով, ինչի է դեպից եք ընկել։ Եվ իհարկե մեկ այլ ցնցող օրվա Հայաստանի համար օրվա կատակերգություն, որ մի սրիկաուսապարկի ուրեմն մի խլուրդի եղբայրը շրջում է մարկանց ուրեմն պատուանների տակով, որտեղ երեխաներ ու կանայք կան, բայց այդ ընտանիքն էլ իր նման մի մեկն էլ նրանք են իհարկե, հայոյանքները ուրեմն բղավում մեքենայի պատուհանից, դա էլ է հեչ, գիտեք ինչն է այստեղ, ինչ ասեմ, ողբերգությունը ասեմ, կատակերգությունը, պարեկը հետևից շրջում է, իր բանն է, էլի քավերն է, իրան պաշտպանողն է, պարեկը հետևից շրջում է, այս ձեր իշխանության, ձեր երկրի դեմքը։ Պարեկը հետևից շրջում է, որ այդ հայոյող տխմարին տականքին Կոնջորյան ազգանունով հանգարց բանասող չլինի։ Էնելերում միտեղ պարեկը ոտը կախքցեց մեքենայից իջավ մի հատ շավուրմա քաբաբ ուտելու Կոնջորյանին բռնին զղկեցին։ Այս երկրի դեմքը, այս իշխանության, այս հասարակության, սա է ժողովուրդ, ձեր ընտրությունն է, ձեր սրած մախատնա ու մտելա ձեր համապատասխան տեղը։ Հələ նոր, մի ամիս է, հələ ուր եք, 5 տարի վայելելու եք, դե եկեք։ Ամենայն բարիքն էլ բոլորիդ, լավ օր եմ ցանկանում, հաջողություն ձեզ։